Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև գերիների երկրորդ խոշոր փոխանակման մեկնարկը։ Նրա խոսքով փոխանակումը տեղի կունենա մի քանի փուլով եւ կշարունակվի առաջիկա օրերին։ Այժմ վերադարձվածների թվում կան վիրավորներ եւ ծանր վիրավորներ, ինչպես նաեւ մինչեւ 25 տարեկան անձինք։ Գործընթացը բավականին բարդ է։ Կան շատ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են փաստացի ամեն օր։ Մենք անում ենք առավելագույնը բոլորին վերադարձնելու համար, ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Ռուսաստանը վերադարձվել 25 տարեկանից ցածր ռուս ծառայողների առաջին խումբը։ Փոխարենը նույնքան թվով ուկրաինական զինված ուժերի ռազմագերի է փոխանցվել։ Ռուս ծառայողները գտնվում են Բելարուսում։ Կողմերը չեն նշել փոխանակվածների թիվը առաջին օրվա ընթացքում։ Ուկրաինայի հակամարտությունը դժվար թե հաջողվի կարգավորել կարճաժամկետ հեռանկարում, հայտնել է Իտալիայի ԱԳՆ նախարար Անտոնիո Տայանին։ Ես հավատում եմ, որ մինչև տարեվերջ մենք լուծում կունենանք, ասել է նա, հավելելով, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացն իրենից ներկայացնում է բարդ շախմատային պարտիա։ Կառավարության ղեկավարի խոսքով Հռոմը հանուն հակամարտության արագ ավարտի մտադիր չէ իտալացի զինվորներին ուղարկել Ուկրաինա։ Բրիտանական կործանիչները Լեհաստանի մոտակայքում չակերտյալ ուղեկցել են Ռուսաստանի երկու ինքնաթիռի, այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի օդային հրամանատարությունը։ Մասնավորապես բրիտանական ուժերը գործի են դրել RAV Typhoon S ինքնաթիռները, դրանք կիրառվում են Լեհաստանում օդային տարածքը պարեկելու ռազմական բլոկի առաքելության շրջանակներում։ Օդային տարածքի պարեկության վերաբերյալ ՆԱՏՕ-ի կետը հանդիսանում է օդային տարածքի անվտանգության եւ ամբողջականության պահպանման դաշինքի հանձնառության անկյունաքարը, նշվում է հաղորդագրության մեջ։ Եթե Ռենալտ ավտոբրենդը կառուցի ԱԹՍ-ների գործարան Ուկրաինայում, այն կդառնա Ռուսաստանի թիրախը, հայտնել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն։ Ակնհայտ է, որ եթե ավտոբրենդը Ուկրաինայում գործարան բացի, ապա այն անմիջապես կոչնչացնեն ռուսները, նշել է նա։ Ֆիլիպոն նաև կոչ է արել ընկերությանը հրաժարվել այդ ձեռնարկությունից, նշելով, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ կանխել ֆրանսիական մեքենաների ներմուծումը, ինչը ցավալի ազդեցություն կունենա երկրի արդյունաբերության վրա։ Եվրամիությունը մշակում է արևելյան ճակատում պլանավորված պատերազմի նախագիծ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի падգամավոր Մարին Լը Պենը։ Եմեն մեծ խաղաղություն խոստացավ, բայց հիմա իր ողջ էներգիան ուղղել է պլանավորված պատերազմի նախագծին, ասել է նա։ Վերջինս նշել է, որ շատ եվրոպացիներ պատերազմ չեն ուզում եւ չեն աջակցում այդ գաղափարին։ Լը Պենը նաև կասկած է հայտնել, որ նախագահ Էմանուել Մակրոնի օրոք Ֆրանսիան կկարողանա ինտենսիվ պատերազմ մղել։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ երկիրը նույնիսկ չկարողացավ հաղթահարել այն քաոսը, որը տեղի ունեցավ ՊՍԺ Ինտեր խաղից հետո Ելիսեյան պալատից 200 մետր հեռավորության վրա։